Ինչ որ մարդիկ կան, ասում են դե չէ, հոչի կալանավորի վեհափառին, ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ անելու է եւ կալանավորելու է։ Մենք տեսանք, որ Հովանավանքում թե ինչ ըստ էության Հելոին տեղի ունեցավ, արդեն իսկ բացահայտվել են ֆեյք դպիրները, մեկը իր էջում տկլոր աղջիկներ տպելու սիրահար ֆուտբոլիստ է, մեկը ատամնաբուժ է, պատկերացնում եք պղծությունը հասել է այնտեղ, հա, որ ասենք տարբեր մարդկանց դպիրի շորեր են հագցնում եւ քշում են դեպի Հովանավանք, նույն պղծությունը տեղի է ունենալու Թալինում եւ ես ակնկալում եմ, որ միջև այդ պղծությունը Տեր Փարենը եւս պիտի կարգալույծ արվի եւ այո, անկախ նրանից թե քանի մարդ է մասնակցել այդ Հելոուինին, իսկ իրականում դա Հելոուին էր, ոչ թե հոգեվոր պատարագ էր, որտեղ հերձվածողը կարգալույցը չի կարող հոգեվոր գործառույթ իրականացնել, միևնույնն է Նիկոլ Փաշինյանը գնալու է եւ կալանավորելու է վեհափառին։ Դա երկբայ է, որովհետև ընտրական փուլին ընդառաջ իրեն պետքա չունենալ այդպիսի մի կառույց Հայաստանում, որը ունենա հեղինակություն, որը ունենա կշիռ։ Հիմա ինձ հետաքրքիր է ինչ է անելու վեհափառը, նստած սպասելու է, որ Նիկոլը գա իրան ձեռնաշղթաներ հագցնի, ես հասկանում եմ, որ ինքը ընտրել է հնազանդ լռության տարբերակը, միգուցե արժանապատիվ լռության տարբերակը, բայց իմ գնահատմամբ այս իրավիճակում դա լավագույն լուծումը չէ։